Ֆորտունայի եթերում լրատվության ժամ է, դուք դիտում եք մոլորակի գլխավոր թողարկումը, բարև ձեզ։ Եվ այսպես, Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում իրենց երրորդյա հանգիստն են անցկացրել ևս 200 լոռեցի երիտասարդներ, ովքեր կրթություն են ստանում մայրաքաղաքում։ Հիշեցնեմ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ դիմել էր 400 ուսանող, որոշվել էր Ծաղկաձորյան երրորդյա հանգիստը կազմակերպել 2 փուլով, սա երկրորդ փուլն էր։ Մանրամասները ռեպորտաժում։ Ծաղկաձորում երրորդյա հավաքհանգստին մասնակցելու համար Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ դիմաց 400 երիտասարդներից 200-ը ձմեռային զվարճանքների քաղաքում են։ Երկրորդ փուլով Ծաղկաձոր եկած երիտասարդները կրթություն են ստանում մայրաքաղաքի բուհերում։ Վերջիններս մշտապես պատգամավորի ուշադրության կենտրոնում են։ Պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ընթացքում նախաձեռնող ուսանողներին առաջին հերթին հորդորում են մեծ ուշադրություն դարձնել կրթության որակին, իսկ Ծաղկաձորյան երրորդյան, որն արդեն կազմակերպվել է մոտ 3000 լոռեցի երիտասարդի համար, նպատակ ունի առավել ակտիվացնել երիտասարդների շփումները, հնարավորություն տալ նոր կապեր հաստատելու եւ որ նույնքան կարեւոր է նպաստել երիտասարդության ներուժի կատարելագործմանը։ Ավանդական դարձած Ծաղկաձորյան երրորդյան այս անգամ էլ հագեցած էր ամենատարբեր միջոցառումներով, հանդիպումներով ու հաճելի ծանոթություններով։ Ամենը ժամերի ընթացքում մեծ թվով ծանոթներ ձեռք բերեցինք եւ կոնկրետ ինձ համար ես կարող եմ ասել, որ շատ հարազատ է, որ շրջապատված ենք նույն բարբառով, նույն մտածելակերպով, նույն ավանդույթներին, այսպես ասած, մոտ մարդկանցով եւ նման մարդկանց հետ բնականաբար շատ ավելի հետաքրքիր է, հատկապես տեղափոխությունից հետո եւ գալիս ենք Երևան, դառնում ենք ուսանող, արդեն կարոտում ենք, կարելի է ասել մեզ հարազատ տեսակները։ Հնարավորություն է ստեղծվել մեզ համար ոչ միայն հանգստանալ Ծաղկաձորում, այլ նաև նոր ընկերներ ձեռք բերել եւ մեզ ցուցաբերել տարբեր բնակավարներում։ Այս շփումները իրանց հետագայում կարող է իրանց համար դառնա անգամ ճակատագրական, մեկը մյուսին գործնական հարաբերությունների մեջ պետք գա, անգամ ընկերական, ասենք հետագայում խորանալ իրանց ընկերությունը դառնան լավագույն ընկերներ։ Սա ուղղակի հիանալի հնարավորություն է։ Երեխաներին այն սկզբից համախմբում է, լոռեցի երեխաները ճանաչում են իրար, ավելի մտերիմ են դառնում, մասնակցում են ինտելեկտուալ խաղերին, մտերմացնում է բոլորին այս հավաքը։ Լոռեցի երիտասարդներին համախմբող եւ մեկ միասնական ուժ դարձնող Ծաղկաձորյան հավաքհանգիստը տարիներ շարունակ սպասված ու սիրելի է ուսանողների համար։ Հենց այս հարթակում ծնվում են բազմաթիվ նոր գաղափարներ, որոնցից շատերը արժանանում են Կարեն Կարապետյանի հավանությանն ու հովանավորությանը։ Ուսանողների համար սա հնարավորություն է ինչպես լիարժեք ակտիվ հանգստի, այնպես էլ նոր գաղափարներով հանդես գալու եւ ինքնադրսևորվելու համար։ Այդ ամենը առավել լիարժեք է դառնում լոռվան հատուկ ջերմ միջավայրով պայմանավորված։ Ուժեղ ազգ ունենալու համար նախ մենք պետք է ինքներս մեզ ճանաչենք եւ այս շրջանակներում մենք բոլորս ինչ-որ չափով մեզ բացահայտեցինք, ծանոթացանք, հատկապես լոռեցիներով։ Եթե մենք լոռին լավ չիմանանք, շատ դժվար է Հայաստանի այլ մասեր իմանանք եւ ընդհանրապես մեր հայրենիքը իմանանք։ Եվ այդ իմացությունը շատ ավելի ամրապնդվեց ընկերության հիմքի վրա։ Շատ շնորհակալություն բոլոր հին ու նոր ընկերներին եւ հուսով եմ սա կլինի շարունակական բնույթ նաեւ կկրի եւ մեր խոսքը կդարձնենք գործ։ Շնորհակալություն։ Ամեն մարդ տարբեր բնակավարներում տարբեր ծանոթություններ է ձեռք բերում, որը շատ գովելի է եւ ցանկալի։ Հաճելի է այսպիսի միջոցառումներին ականատես լինելը, մասնակից լինելը եւ կուզենանք, որ միշտ կազմակերպվեն, մենք էլ մասնակցենք։ Տեղեկացել եմ ընկերուհուս միջոցով, քանի որ կային ծանոթներ, ովքեր անցած տարիներին նույնպես մասնակցել էին միջոցառմանը, տեղեկացրեցին, որոշեցի, որ կարելի է մասնակցել, ձեռք կբերեմ ընկերներից հետ ավելի շատ կմտերմանա, շնորհակալություն եմ հայտնում նման միջոցառման համար։ Ուսանողական եռուզեռից մի քանի օրով կտրվել եւ հանգստանալ, որպեսզի առաջիկա քննություններին ավելի լավ պատրաստվել հանգստացած։
Օրակարգը շատ հագեցած է։ Հիմա ինտելեկտուալ խաղի ենք մասնակցում ու իսկապես գիտելիքներս ընդարձակվեցին, շփվեցի այնպիսի մարդկանց հետ, ովքեր ինձ տվեցին նոր հմտություններ, նոր գիտելիքներ ու ինչպես նաև գիտելիքներ ենք ձեռք բերում մեր ավագ ընկերներից։ Կրթության ոլորտը եւ երիտասարդների խնդիրներն առհասարակ մշտապես Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Լոռու մարզում, կարճ ժամանակ անց Ծաղկաձոր, երրորդյա հանգստի կմեկնեն Ջավախցի մեծ թվով երիտասարդներ։ Հայաստան, Արցախ, Սփյուռք երամիասնության մեր երկրի առաջընթացի հիմքում հենց որակյալ կրթությունն ու բանիմաց երիտասարդությունն է։ Այս ուժը վերհանելուն եւ մոտիվացնելուն միտված պատգամավորի նախաձեռնությունը շարունակական է լինելու։ Սարգիս Գոքորյան, Գարմով Սիսյան, Արեն Ավագյան, Մոլորակ, Ծաղկաձոր։ Աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Լոռու մարզպետարանում, մարզպետ Արթուր Նալբանդյանը տվել է մի շարք հանձնարարականներ, դրանց հետքերով գնացել է Անահիտ Կարապետյանը։ Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները տրված հանձնարարականների կատարման ընթացքով առաջին զեկուցողն աշխատակազմի ղեկավարներ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաք մարաթոնին ընդառաջ մարզում անցկացված դրամահավաքի ընթացքում ընդհանուր առմամբ հավաքագրված ցուցանիշը 13.116.000 դրամ։ Լոռեցին հանգանակել է 400,000-ով ավելի քան 2015-ին։ Արթուր Նալբանդյանն անդրադարձավ համայնքներում եւ դպրոցներում անցկացվելիք ամանորյա միջոցառումներին հանձնարարելով տոնական ծրագրերում նորություններ ու թարմություններ մտցնել, որպեսզի տոնական միջոցառումներն անցնեն առավել բովանդակալից։ Մարզի ղեկավարը խոսեց նաեւ 2017 թվականից մարզի ինֆորմատիկայի ուսուցիչների համար Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվելիք վերապատրաստման դասընթացներից։ Դուք վերապատրաստումը կազմակերպում եք մարզի կտրվածքով եւ փուլերով ինֆորմատիկա եւ դպրոցում ցանկություն հայտնվում է։ Կարող է, ասենք, օպերատորը ցանկություն ունենա գա այդ վերապատրաստմանը մասնակցի, չգիտեմ, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուսուցիչը ուզենա ու գա մասնակցի, որը մեզ երբեք չի խանգարում։ Կոնկրետացնում եք տեխնոլոգիական կենտրոնի հետ եւ ժամանակացույց եք կրկնում։ Մարզպետի տեղակալ Հովհաննես Թաթևոսյանն էլ ներկայացրեց դեկտեմբերի 7-ից 9-ին Աղվերանում տեղի ունեցած 2016-2025 թվականների ռազմավարական ծրագրի քննարկման արդյունքները։ Վերջինս տեղեկացրեց, որ ծրագրի կազմման առաջին փուլը մարզի աշխատանքային խումբը հաջողությամբ է իրականացրել եւ այսուհետ մեկնարկում է երկրորդ սվոտ վերլուծական փուլը։ Այս ուղղությամբ եւս համապատասխան մասնագետները վերապատրաստում կիրականացնեն մարզպետարաններում։ Մարզի աշխատանքային խմբի պիտի ասեմ, որ երևակայանը լավ տեղեկատվություն է առաջի փուլի մեր մարզն ներկայացրել ու շատ չնչին տեխնիկական երկու խնդիր ունեինք, ու տեխնիկական բնույթի օրը ուղղեցինք։ Մարզպետանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացնելով նշեց, որ դեկտեմբերի 9-ի դրությամբ մարզը պլանային ցուցանիշներից ընդհանուր առմամբ յետ է ավելի քան 191 միլիոն դրամով։ Ամսի 9-ի դրությամբ սեփական եկամուտների սերվական ցուցանիշներին ապահովել 10 համայնք, իսկ հողի հարկի գծով ընդհանրապես չեն ունեցել 40 համայնքներ։ Արչուտ, Զորագետավան, Ազնվաձոր, Անտառաշեն, Հարաբեր, Սարալանջ, Այգեհատ, Ջիլիզա, Ուռուտ եւ Հովնանաձոր համայնքներ։ Մարզպետը փոխմարզպետներին համապատասխան վարչությունների պետերին հանձնարարեց մինչև տարեվերջ հետևողական աշխատանք տանել իրավիճակը շտկելու նպատակով քննարկվեցին մի շարք այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը բարեկամներ, ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի ազգային agrarային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը դարձավ 10 տարեկան։ Մոլորակ լրատվականը հատուկ ուշադրության է արժանացրել 10-ամյա տոնը ուրախությունը, այն պարզ պատճառով, որ Լոռու մարզը բաղկացած է 100-ից ավելի գյուղական համայնքներով եւ պատահական չէ, որ անչափ կարեւոր է agrarային համալսարանի դերն ու նշանակությունը։ Եվ պետք է նշել, որ համալսարանի Վանաձորի մասնաճյուղը մեծ հաջողություններ է ունեցել 10 տարվա ընթացքում եւ այդ հաջողությունների հիմքում կանգնած է մարդ, ով մեր տաղավարում է
հետ նորեն Ալեքսանդր Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, շնորհավորում ենք ձեզ 10-ամյա Հոբելյանի կապակցությամբ եւ ուզում եմ նաեւ լսել ձեր շնորհավորանքի խոսքը ուղղված ձեր գոլեգաներին, աշխատակիցներին, ուսանողներին։ Նախ շնորհակալություն եմ հայտնում ինձ ստուդիա հրավիրելու համար եւ օգտվելով առիթից ցանկանում եմ Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 10-ամյա Հոբելյանի կապակցությամբ շնորհավորել մասնաճյուղի բոլոր ուսանողներին, աշխատակիցներին, միաժամանակ շնորհավորում եմ Մայրբուհի ողջ կոլեկտիվին, հատկապես Ագրարային համալսարանի ռեկտոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանին, որի անմիջական ղեկավարության եւ հովանավորության շնորհիվ մենք կարողացել ենք այս տարիների ընթացքում կատարել բավականաչափ աշխատանքներ, որը եւ ինձ թվում է արժանացավ գնահատանքի ինչպես հանրության կողմից, այնպես էլ լոռու մարզային կազմակերպությունների եւ նաեւ մեր Ագրարային համալսարանի Մայրբուհի ղեկավարության կողմից։ Պարոն Հակոբյան, պիտի առաջարկեմ, մենք ունենք տեսանյութ, որը անդրադառնում է 10 տարվա պատմության, առաջարկում եմ դիտենք տեսանյութը, որից հետո կշարունակենք մեր զրույցը, կարծում եմ հետաքրքիր կլինի, թե ինչ ճանապարհ է անցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը։ Դիտենք ու կվերադառնանք։ Հայաստանի երրորդ հանրապետության քառորդ դարյա պատմության ընթացքում նշանակալից կառուցողական ավանդ ունի Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր մասնաճյուղերով։ Մասնաճյուղերից մեկը գտնվում է Լոռու մարզ կենտրոնում, լուրջ ներդրում ունենում Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում ագրարային կրթության եւ գիտության զարգացման մեջ։ Համալսարանի Վանաձորի մասնաճյուղն ունի ընդամենը 10 տարվա պատմություն, սակայն այդ տասնամյակում հասցրել է դառնալ տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը։ 10 տարի գործելով Վանաձորում արժանապատիվ զավակի պես մասնաճյուղը տեղայնացնում ու զարգացնում է Մայրբուհի հիմնարար ավանդույթները, համագործակցելով նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ։ Ոչ միայն պատրաստում է մասնագետներ, այլ նաև նպաստում տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը։ 1991-1993 թվականներին ագրարային բարեփոխումների եւ հողի սեփականաշնորհումից հետո զգալիորեն փոխվեցին գյուղատնտեսական արտադրության մեջ զբաղված մասնագետների զբաղվածության բնույթը, բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու, մասնագիտական հմտությունները կատարելագործելու առանձնահատկությունները եւ չափորոշիչները։ Գյուղատնտեսական որոշակի մասնագիտությունների ընդգծված պահանջարկի առկայության պայմաններում Սոցիալական համընդհանուր դժվարությունների պատճառով միշտ չէր, որ գյուղական համայնքներից այս կամ այն մասնագիտություն ստանալ ցանկացողները հնարավորություն էին ունենում սովորելու մայրաքաղաքում։ Բնականաբար, հրամայական պահանջ էր ամրապնդել հանրապետության միակ պետական ագրարային բուհի կապը հանրապետության մարզերի գյուղական համայնքների հետ։ Հաշվի առնելով առաջացած հիմնախնդիրները 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմք ընդունելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետանի առաջարկությունները եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության միջնորդությունը ընդունեց որոշում Լոռու մարզ կենտրոն Վանաձոր քաղաքում նախկին գյուղատնտեսական տեխնիկումի 2001 թվականից այլևս չգործող ուսումնական բազայի վրա հիմնադրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի
առաջին մասնաճյուղը գյուղական համայնքներին բարձրագույն կրթությամբ գյուղատնտեսության մասնագետներով ապահովելու նպատակով։ Առաջին անգամ առաջին կուրս ընդունված 68 ուսանողների առաջին պարապմունքները սկսվել են 2006 թվականի ապրիլի 3-ից, ըստ հետևյալ մասնագիտությունների՝ հողաշինարարություն եւ հողային կադաստր, անասնաբուժական սանիտարական փորձաքննություն, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ։ Մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը հանդիսավոր պայմաններում կատարվել է 2006 թվականի մայիսի 13-ին։ Հանրապետությունում բարձրագույն որակավորման գյուղատնտեսական մասնագետներ պատրաստելու բնագավառի երախտավոր, անվանի գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերտյանի ջանքերով Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր զարգացման վեկտորները 21-րդ դարասկզբին այդպիսով ուղղեց նաև մարզեր, բացելով մասնաճյուղեր։ Լոռու մարզի մասնաճյուղի կայացման գործում իր ավանդն ունեցավ հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը։ Նրա ղեկավարությամբ Մայրբուհի կարողությունները տեղում գործադրող մասնաճյուղը տարիների ընթացքում դարձավ հանրապետության հյուսիսում գտնվող ազդեցիկ ուսումնական հաստատություններից մեկը։ Մասնաճյուղի հիմնադրումը սոսկ նոր տուն կառուցել չէր։ Այն սկսեց գործել նախկին գյուղատնտեսական տեխնիկումի երկրաշարժի հետևանքով լուրջ վնասներ կրած ուսումնական մասնաշենքում, որը կարիք ուներ հիմնարար վերանորոգման։ 10 տարվա ընթացքում գլխովին վերանորոգվել եւ արդիականացվել են շենքային պայմանները։ Ստեղծվել է արդիական ուսումնական բազա, կահավորվել անհրաժեշտ սարքավորումներով եւ նյութերով։ Ստեղծվել են ժամանակակից լաբորատորիաներ ու լսարաններ, անհրաժեշտ գրականությամբ հարստացվել է գրադարանը։ Սկզբնական շրջանում չենք ունեցել լաբորատոր սարքավորումներ եւ համապատասխան պայմաններ, որովհետեւ շենքը մեզ է հասել կիսավերակ վիճակում, ոչ բարվոք վիճակում, այնուհետեւ մենք աստիճանաբար տարեստարի կահավորել ենք, համալրել ենք համակարգչային տեխնիկայով, նոր սարքավորումներով եւ ստեղծել ենք ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիաներ, բոլոր աշխատանքներ արվել են Մայրբուհի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերտյանի անմիջական ղեկավարությամբ եւ օժանդակությամբ։ Մենք եւս մեր կողմից ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավոր միջոցները կարողանանք ճիշտ օգտագործել եւ տարեստարի ավելացնենք ձեռքբերումները։ Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը առաջին ընդունելությունն իրականացրեց 2005-2006 ուսումնական տարում։ Տարիների ընթացքում ավելացել են ինչպես դիմորդների թիվը, այնպես էլ մասնագիտությունները։ Մասնաճյուղը աշխատաշուկա է ճանապարհել ավելի քան 400 շրջանավարտ, իսկ ներկայումս մասնագիտական կրթություն է ստանում եւս 500 ուսանող։ Մասնաճյուղի կոլեկտիվի միջոցով բավականին աշխատանքներ կատարվեց, ինչպես առաջին դիմորդների հավաքագրման, այնպես էլ ուսումնական գործընթացը սկզբից սկսելու եւ դասասենյակների կահավորման աշխատանքները կատարելու ուղղությամբ։ Վանաձորի մասնաճյուղում դասավանդում են ավելի քան 7 տասնյակ դասախոս, որոնցից 50-ը ունեն գիտական կոչում եւ աստիճան 10 դոկտոր պրոֆեսոր են։ Նրանք հիմնականում Երևանից եկող մասնագետներ են, որոնք ուսանողների հետ դասընթացները իրականացնում են նաև տեսազանգի միջոցով։ Մայրբուհի առաջատար մասնագետները այդպիսով իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում են մասնաճյուղի ուսանողներին նաև առցանց եղանակով։ Բացի այդ, համալսարանի ռեկտորատը եւ պրոֆեսորադասախոսական կազմը կազմակերպում են տարաբնույթ քննարկումներ, որոնց ակտիվ մասնակիցը եւս դառնում են մասնաճյուղի դասախոսներն ու ուսանողները։ Ձեզ մաղթում ենք կանաչ ճանապարհ, հաջողություններ աշխատանքային եւ բնակավարում եւ ազնական կյանքում։ Ցանկանում ենք ձեր փորձն ու գիտելիքները դուք ծառայեցնեք մեր երկրի զորացման ու բարգավաճմանը եւ ձեր ընտանիքի ու անձնական ձեր բարության ապահովման համար։
Լեսարաններն ու լաբորատորիաները, որտեղ անց են կացվում տեսական, գործնական եւ լաբորատոր պարապմունքները, կահավորված եւ հագեցած են մասնագիտական անհրաժեշտ սարքավորումներով, համակարգչային, գեոդեզիայի, անասնաբուժասանիտարական փորձաքննության, սննդի անվտանգության, քիմիայի, գյուղատնտեսական մեքենաների եւ սարքավորումների, հողերի եւ ջրերի հետազոտությունների, ֆիզիկայի եւ էլեկտրատեխնիկայի, ավտոմոբիլների եւ տրակտորների, մեքենաների մասերի լաբորատորիաները ուսանողներին հնարավորություն են ընձեռում ամրապնդել տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով, փորձարարական որոնումներով, որոնք պայման են ստեղծում, որ ապագա մասնագետները ձեռք բերեն բարձրակարգ մասնագետին անհրաժեշտ կարողություններ։ Համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ուսանողներին հնարավորություն է ընձեռված փորձերի միջոցով հետազոտություններ իրականացնել եւ պարզել սննդամթերքի որակական հատկանիշները։ Անասնաբուժասանիտարական փորձաքննության եւ սննդի անվտանգության լաբորատորիան հնարավորություն է տալիս որոշել հացահատիկի խոնավությունը, ջերմությունը, շաքարի պարունակությունը տարբեր գյուղամթերքների մեջ, կաթի եւ կաթնամթերքի, մսի եւ մսամթերքի որակական ցուցանիշները եւ այլն։ Իսկ հավորակյալ եւ բարձր բերք ունենալու համար հողերի եւ ջրերի հետազոտությունների լաբորատորիայում ուսանողները փորձերի միջոցով որոշում են տվյալ հողի որակական ցուցանիշները, բույսին անհրաժեշտ սննդային էլեմենտների առկայությունը եւ այլն, ինչի արդյունքում պարզում, թե տվյալ հողին ինչքան եւ ինչ պարարտանյութ է հարկավոր։ Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն մասնագիտությունը ձևավորվել է մեր համալսարանի հենց հիմնադրման առաջին տարվանից։ Հետագայում աշխատելու համար, քանի որ կատարվում են փորձեր, լաբորատոր գործնական պարապմունքներ բավականին օգնում է նրանց իրենց աշխատանքի բնագավառում։ Լինելով հանրապետության գյուղատնտեսության բարձրակարգ կադրերի պատրաստման եզակի կրթօջախ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տասնամյակների ընթացքում ձեռք է բերել ուսանողների վստահությունը կրթության հանդեպ։ Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը եւս անմասն չի մնացել այդ ազգանվեր գործում։ Մասնաճյուղի հաջողություններն ու ձեռքբերումները զգալի չափով պայմանավորված են ինչպես Մայրբուհի եւ Լոռու մարզպետարանի հոգատար աջակցությամբ, այնպես էլ մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի քրտնաջան եւ հետեւողական աշխատանքով։ Համալսարանի Վանաձորի մասնաճյուղն այսօր տարածաշրջանի լավագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որը ինչպես Լոռու, այնպես էլ Հարևան, Շիրակի եւ Տավուշի մարզերի համար գյուղատնտեսական որակյալ մասնագետներ է պատրաստում, պատվով իրականացնում ի սկզբանե հստակորեն որոշված իր առաքելությունը։ Երևի թե որևէ մեկիս մտքով 10 տարի առաջ չէր անցնում, որ մենք ունենալու ենք այս հաջողված կրթօջախը, որովհետև կրթօջախի նպատակը հենց առաջին օրվանից եղել է մեկը՝ մարզը եւ ընդհանրապես հյուսիսային հատվածը Հայաստանի Հանրապետության ապահովել գյուղատնտեսության որակյալ մասնագետներով եւ ի ուրախություն բոլորիս պետք է ասեմ, որ համալսարանը ագրարային կայացավ որպես մասնաճյուղ եւ համոզված եմ, որ առաջիկա տարիներին ել ավելի որակյալ կադրեր կպատրաստի մեր մարզի գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Մայրբուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը գնահատելով Վանաձորի մասնաճյուղի 10 տարվա գործունեությունը նշեց, որ բուհը իր հնարավորություններով եւ ձեռքբերումներով կարող է մրցել 50-ից 60 տարվա պատմություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Մասնաճյուղը 10 տարիների ընթացքում կայացել է եւ նույնիսկ 10 տարի առաջ այն ինչ մենք կանխատեսում, նախատեսում էինք, գերազանցված են մեր սպասելիքները, դա արդեն գնահատական է։ Այո, համալսարանի Վանաձորի մասնաճյուղը գործելով 10 տարի գրանցել է մեծ հաջողություններ։ Տվել է բարձրակարգ մասնագետներ, որոնց զգալի մասը բուհն ավարտելուց հետո աշխատում են իրենց մասնագիտությամբ եւ բարձր են պահում հարազատ կրթօջախի պատիվը։ Մեր շրջանավարտներից մեծ մասը գրեթե 60%-ը կարողանում են
ավարտելուց հետո գտնել իրենց աշխատատեղը։ Ստույգ տվյալներ չեմ կարող ասել, բայց նրանցից մի մասը իրենց աշխատատեղը գտնում են իրենց մասնագիտությամբ, իսկ մի մասն էլ հարակից կամ այլ մասնագիտությամբ են աշխատում։ Այնպիսի աշխատատեղերում, որտեղ պահանջվում է բարձրագույն մասնագիտական կրթություն։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը չի բավարարվում մեկ տասնամյակում գրանցած իր հաջողություններով։ Համալսարանի տնօրինությունն ու դասախոսական կազմը քայլեր են ձեռնարկում, որպիսի հաստատությունը շարունակի զարգանալ։ Այդ ճանապարհին մեծ նշանակություն ունի մասնագիտությունների թվի ընդլայնումը։ Խնդիրներից մեկն էլ քաղաքում ուսանողական հանրակացարանի բացակայությունն է, որի լուծման ճանապարհը տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը գտել է։ Անհրաժեշտ է հիմնանորոգել երկրաշարժից վնասված հանրակացարանը, որը կծառայի ինչպես համալսարանի Վանաձորի մասնաճյուղի, այնպես էլ Մարս կենտրոնում գործող մյուս ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Հեռանկարում ավելի արդյունավետ կլներ մասնաճյուղի գործունեությունը, եթե ավելանային նաև մասնագիտությունների ցանկը։ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը 10 տարի ղեկավարելով բուհը նշում է, որ այդ ժամանակահատվածը ուղղակի մի ակնթարթ է հայ ժողովրդի պատմության մեջ։ Սակայն նման ակնթարթներն են, որ հավերժացվում են կառուցողական, շրջադարձային նշանակության քայլերով պատմության մեջ։ Ուստի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հանրույթը անում է հնարավոր ամեն բան, որպիսի բուհը եւ ուսանողներն իրենց աշխատանքով եւ գիտելիքներով նման նոր ակնթարթներ պարգևեն հայոց պետականությանն ու ժողովրդին։ Շարունակում ենք խոսել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մասին, հիշեցնեմ մեր տաղավարում հյուրընկալել ենք մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանին։ Պարոն Հակոբյան, եւ փաստորեն տասնամյակը շատ մեծ շուկով նշվեց հենց համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, ունեիք բազմաթիվ պատվավոր հյուրեր, նաեւ դուք մեդալի արժանացաք, խնդրում եմ մանրամասնեք այդ օրը ինչպես անցավ։ Վանաձորի մասնաճյուղը, քանի որ կայացել է 2005 թվականի կառավարության որոշման համապատասխան, սակայն աշխատանքային գործունեությունը, բուն աշխատանքային գործունեությունը, երբ արդեն ունեցել ենք ուսանողներ եւ առաջին դասընթացներն ենք սկսել, դա կազմակերպվել է 2006 թվականի ապրիլի 3-ից, այդ պատճառով մենք նպատակահարմար էինք գտել, որպեսզի տասնամյակը նշեինք 2016 թվականին։ Մենք պետք է ասել, որ ոչ թե տասնամյակը նշելու համար մենք մի քանի օրվա մեջ ենք նախապատրաստվել։ Մենք երևի թե կարող եմ ասել, որ այս ամբողջ 10 տարիների ընթացքում մենք կատարել ենք այդ հերթական քայլեր, որպեսզի կարողանանք ժամանակի ընթացքում արդարացնել մասնաճյուղի կոլեկտիվի վրա դրված վստահությունը, որը ինձ թվում է կարողացանք կատարել, քանի որ տարի կատարելով քիչ աշխատանքներ, յուրաքանչյուր տարի մեր հնարավորության չափով աշխատանքներ, մենք այդ աշխատանքները գումարվեցին տարիների ընթացքում եւ ստացվեց, որ բավականին աշխատանքներ են կատարել։ Մենք ուսումնական մասնաշենքը սկզբնական շրջանում եղել է կիսավերակ վիճակում, ամբողջությամբ տարեստարի ձևափոխել ենք, նորոգել ենք, հագեցրել ենք նոր սարքավորումներ, ձեռք ենք բերել լաբորատոր սարքավորումներ եւ ուսումնական գործընթացին անհրաժեշտ նյութեր եւ այսօրվա դրությամբ մեր լաբորատորիաները, որոնց թվում ես կարող եմ առանձնացնել անասնաբուժասանիտարական փորձաքննության, սննդի անվտանգության, քիմիայի, ֆիզիկայի եւ էլեկտրոտեխնիկայի, ինչպես նաև հողերի եւ ջրերի հետազոտությունների լաբորատորիաները, սրանք ոչ թե ձևական լաբորատորիաներ են միայն ուսումնական գործընթացը կազմակերպելու համար, այլև այդ լաբորատորիաները մենք կարող ենք օգտագործել տվյալ հետազոտությունները կատարելով եւ օգնելով մեր մարզի ազգաբնակչությանը։ Կոնկրետ
հողօգտագործողներին, ովքեր որ շահագրգռված են եւ ցանկություն կունենան կատարելու տվյալ սննդամթերքի կամ հողերի ջրերի հետազոտություններ։ Մենք պատրաստ ենք այդ ծառայությունները կատարել եւ ինչպես վերջերս Ագրարային համալսարանի մեր մայր բուհի ռեկտոր պարոն Արշալույս Թարվերդյանը խոստացավ, 2 տարվա ընթացքում մենք այդ հետազոտությունները մեր ազգաբնակչության համար, մեր գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համար պետք է կատարենք անվճար։ Շատ բարի, հետաքրքիր է եւ պարոն Հակոբյան, տեսանք ֆիլմը, որի մեջ իսկապես լավ ներկայացված է այն ճանապարհը, որը անցել է մասնաճյուղը։ Այնուամենայնիվ ո՞րն է համարում գլխավոր ձեռքբերումը, գլխավոր հաջողությունը։ Իհարկե միանշանակ չեմ կարող ասել, որ կոնկրետ որևէ հաջողություն, որովհետեւ բավականաչափ աշխատանքներ են կատարել եւ դա կատարվել է կոլեկտիվի կողմից։ Դա ես գնահատում եմ այսպես եւ կոլեկտիվի քրտնաջան աշխատանքը եւ այն կազմակերպչական աշխատանքները, որ մենք կարողացել ենք կատարել, համախմբվել եւ փոքր ուժերով եւ փոքր ծախսումներով կատարել ենք բավականաչափ աշխատանքներ։ Ես պետք է ասեմ, որ ինչ էլ որ կատարել ենք մեր մասնաճյուղի արտաբյուջետային միջոցների հաշվին, քանի որ դեռևս մեզ մոտ, քանի որ ուսուցումը կազմակերպվում է հեռակա համակարգում, մենք պետբյուջեից գումարներ չենք ստանում, քանի որ պետպատվերով տեղեր չունենք, բնականաբար եւ այդ ամբողջ աշխատանքները մենք կատարում ենք մեր արտաբյուջետային միջոցների հաշվին, որը գոյանում է հիմնականում ուսանողների վճարներից։ Շատ բարի, եւ պետք է խոստովանել, որ 10 տարվա ընթացքում մասնաճյուղը հասել է այնպիսի հաջողությունների եւ ձեռք է բերել այնպիսի կարգավիճակ, որի մասին իսկապես կերազեին բազմաթիվ բուհեր հենց մեր հանրապետությունում։ Ուզում եմ անդրադառնանք մասնագիտություններին, հատկապես որ մասնագիտություններն են պահանջված, երբ է հաջորդ ընդունելությունը, որովհետեւ համոզված եմ այս անդրադարձից հետո կլինեն հետաքրքրված անձինք։ Մենք հայտարարություն ենք տալիս 9 մասնագիտությունների գծով, բոլորն էլ գյուղատնտեսական մասնագիտություններն են եւ բոլորն էլ պահանջված են մեր գյուղական համայնքների կողմից, սակայն կան դրանց մեջ մասնագիտություններ, որ դիմորդներ ավելի շատ են ունենում, դրանցից են հողաշինարություն, հողային կադաստր մասնագիտությունը, գյուղատնտեսության մեքենայացում, հաշվապահական հաշվառում եւ հարկում, գյուղատնտեսական հումքի եւ պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում եւ սերտիֆիկացում, անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում եւ պետք է ասեմ, որ սրանք ես ընդգծեցի այն մասնագիտությունները, որոնք ավելի շատ պահանջված են, սակայն մյուս մասնագիտությունները եւս շատ կարեւոր են եւ մենք բոլոր մասնագիտությունների գծով ապահովում ենք դիմորդների քանակը։ Շատ բարի եւ անդրադառնանք նաեւ ձեր թողարկած մասնաճյուղի թողարկած կադրերին, համոզված եմ, որ շատ հեշտ են աշխատանք գտնում ի տարբերություն բազմաթիվ այլ բուհերի։ Այդ մասին ինչ կասեք, որտեղ են կարող տեղավորվել, այսպես ասած։ Իրոք մեր շրջանավարտները դեռևս երբ որ վերջին կուրսերում 5-րդ, 6-րդ կուրսերում են իրանք լինում, բազմաթիվ համայնքներից դիմումներ, ասենք բանավոր դիմումներ լինում են, որպեսզի լավ սովորող շրջանավարտներին ընդունեն աշխատանքի։ Ես պետք է ասեմ, որ շրջանավարտները բոլորն էլ ապահովում են այն նվազագույն շեմը, որ կարող են իրենք տեղերում աշխատել որպես տվյալ մասնագիտությամբ, համապատասխան մասնագետներ, բայց բոլոր դեպքերում իհարկե լավ սովորողները ավելի մեծ պահանջարկված են արտադրությունում։ Օրինակ անցյալ տարի շրջանավարտներից միայն մեկն էր գերազանցությամբ ավարտեց, որը այս պահին էլի իր աշխատատեղը գտել է եւ աշխատում է։ Պետք է ասեմ, որ շրջանավարտների մոտ 60%-ը գտնում են իրենց մասնագիտությամբ աշխատատեղ։
Եվ դա մեզ շատ է ոգևորում։ Եվ բարձր ցուցանիշ է համոզված ընդհանուր առմամբ։ Եվ իմ վերջին հարցը, մինչև կանարադառնանք մեր հաջորդ տեսանյութին, 10 տարի անցել է, գալիս է նոր 10 տարին, ինչ նոր ծրագրեր կան, ինչ է պետք փոխել, արդյոք կան ծրագրեր, որոնց պետք է սպասել առաջիկայում։ Իհարկե գործընթացը այնպիսին է, որ չի կարելի ասել արդեն ավարտին ենք հասել եւ այլևս անելիքներ չունենք։ Նախ պետք է ասեմ, որ մենք երբ որ 10 տարի առաջ մենք որևէ լաբորատորիա կամ լսարան կառուցել ենք, նորոգել ենք եւ կահավորել, այսօրվա դրությամբ երբ որ ցանկացած անձնավորություն ոչք է դնում, մտածում է թե երևի մի ամիս առաջ է նորոգվել։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ բարձր կարգապահության շնորհիվ եւ ուսանողներն են գիտակցում, որ դա իրենց համար է եւ ոչ միայն իրենց համար, եկող դիմորդների, ուսանողների համար պետք է ծառայի եւ շատ խնամքով են վերաբերվում։ Այդ կապակցությամբ ես եւ մեր ուսանողությունից եմ շնորհակալություն հայտնում եւ կոլեկտիվից, որ պատասխանատվության բարձր զգացումով մենք կարողանում ենք մոտենալ այդ հարցին եւ երևի պատճառներից մեկը դա է, որ մենք կարողանում ենք այդ քիչ աշխատանքներ կատարելով տարեստարի նորը ավելացնել եւ այդ հինը պահպանելով կարողանում ենք առաջ գնալ։ Հիմա մենք էլի նպատակներ դեռ շատ ունենք եւ ուսումնական գործընթացի բարելավման, ուսումնական որակի բարելավման հարցերում եւ հարցեր կան, որ մենք մեզ մտահոգում է եւ առաջիկայում ըստ երևույթին պետք է ճանապարհը գտնենք եւ այդ հարցերը կարգավորենք։ Հեռավոր մարզի, հեռավոր եւ սահմանամերձ համայնքներից հնարավորություն չեն ունենում երիտասարդները մեզ մոտ սովորելու համար, քանի որ հանրակացարանային պայմաններ չունենք։ Եվ այդ պայմանները ոչ միայն մենք չունենք, այլև մեր Վանաձոր քաղաքում ուսանողության համար հանրակացարանային պայմաններ չկան։ Այդ պատճառով մենք հիմա մտածում ենք մեր հանրակացարանային շենքը կարողանանք վերականգնել, որպեսզի այդ հարցը երևս լուծենք։ Եվ իսկապես պետք է նաև համապատասխան մարմինները այս հարցին ուշադրություն դարձնեն, որտեղ մարզկենտրոնում չկա հանրակացարան եւ սա լուրջ խնդիր է, համոզված եմ ինչպես ձեր, այնպես էլ մյուս բուհերի համար եւ ինչ ունեք ավելացնելու, ինչ դուրս մնաց մեր զրույցից։ Ես միայն շնորհակալություն եմ հայտնում մեր կոլեկտիվից, մասնաճյուղի բոլոր ուսանողներին, մարզի ղեկավարությանը, մարզպետ պարոն Արտուր Նալբանդյանի գլխավորությամբ, Հայաստանի ազգային agrarային համալսարանի ռեկտորատին, պարոն Արշալույս Թարվերդյանի գլխավորությամբ եւ ինձ թվում է, որ համատեղ ուժերով իրենց հովանավորությամբ մենք կարող ենք ցանկացած հարց լուծել։ Շատ բարի, շնորհակալություն պարոն Հակոբյան եւ իսկապես շնորհակալություն նաեւ այն աշխատանքների համար, որոնք 10 տարիների ընթացքում կատարվել են գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ թողարկող այս կառույցը իսկապես պետք է մեր մարզին եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ հարգելի հեռուստադիտողներ, ինչպես զրույցի ընթացքում նշեցինք, մեծ շուկով նշվել է 10-ամյակ, այդ մասին էլ ռեպորտաժը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, որից հետո կշարունակենք մոլորակը։ Հայաստանի անկախ պետականության կայացման 25-ամյակը նշանավորվեց երկրի հյուսիսային տարածաշրջանի համար եւս մեկ լուսավոր իրադարձությամբ։ Հայաստանի ազգային agrarային համալսարանի Վանաձորի մասնաճյուղը նոյեմբերի 30-ին նշեց իր հիմնադրման 10-ամյա հոբելյանը։ Հանրապետությունում գերակա ուղղություն հայտարարված գյուղատնտեսության համար համալսարանի կողմից ռազմավարական կարևոր քայլ է, երբ agrarային բարձրագույն կրթության կազմակերպման վեկտորներն ուղղվում են մարզեր։ Սա էր տոնախմբության վերածված հանդիսության հոբելյանի նշման գլխավոր նպատակը։
Այն արտացոլեց նաև մայրաքաղաքից, Վանաձորից ու մարզերից ժամանած քաղաքական ու հոգևոր այրերի, բարձրագույն կրթության ճանաչված կազմակերպիչների, շնորհավորական ուղերձների գլխավոր բովանդակությունը, երիտասարդ ագրոբուհի ընդամենը 1 տասնամյա, բայց տպավորիչ եւ հիմնարար քայլերին ըստ արժանվույն տրված գնահատականների անկեղծ ենթատեքստը։ Բուհի ուսումնական մասնաշենքի բակում սկսված հանդիսությանն առանձնակի շոկ հաղորդվեց աղ ու հացի մատուցումով եւ Արմեն Ներսիսյանի ղեկավարած Հորովել երգի բարի պետական անսամբլի գեղեցիկ կատարումներով։ Մայր բուհի ռեկտոր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ուսումնական մասնաշենքի բակում տնկեցին արծաթափայլ եղևնի։ Ապա հյուրերը շրջայց կատարեցին ուսումնական մասնաշենքի տարածքում, ծանոթացան բուհի ուսումնալաբորատոր կարողություններին։ Խորհրդանշական ժապավենների կտրումով աստարարվեց մարզասրահ խաղասենյակի եւ գիտաժողովների դահլիճի բացումը։ Հանդիսության պսակը հոբելյանական նիստներ, բարձրաստիճան հյուրերի, մարզային հասարակության, ուսանողության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հնչած ելույթներում ցուցադրված փաստավավերագրական ֆիլմում տեղին եւ ըստ էության արժևորվեցին բուհի ձեռքբերումները։ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան Քահանա Ազարյանը փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնոր Տեր Սեպուհ arczepiskopos Ջուլյանի օրհնության խոսքը, որում ասված է. Մեր ժողովրդի համար փրկության լավագույն փարոս է բարձրորակ գյուղատնտեսներ ունենալը։ Արդյունքում հնարավոր կլինի լավագույնս զարգացնել մեր պետությունը, գյուղատնտեսության ոլորտները։ Թող օրհնված լինի մեր երկիրը լավագույն մասնագետներով, ովքեր դեռ պիտի ծաղկեցնեն մեր գալիք օրերը։ Արդեն 1 տասնամյակ 10 տարի շարունակ համալսարանը իր ընթացքն ունի արդեն Լոռու մարզում, Վանաձոր քաղաքում, անկախության 25 տարիների հեռավորությունից մենք արդեն խոսում ենք գիտական նոր նվաճումների, համալսարանների լաբորատոր զարգացման, գիտական նվաճումների, ուսանողների բարձր մակարդակի, գիտական ասպարեզում լրջագույն հաջողությունների մասին Գնահատանքի վկայություն դարձան մասնաճյուղի տնօրեն, բարձրագույն կրթության կազմակերպման անխոնջ մշակ, գյուղատնտեսության գիտությունների դոկտոր Ալեքսանդր Հակոբյանի եւ փոխտնօրեն Վարդ Մանուկյանի պարգևատրումները մայր բուհի բարձրագույն պարգևով, ոսկե հուշամեդալով։ Ռեկտորի հրամանում ընդգծվել է Ալեքսանդր Հակոբյանի ինչպես երկարամյա գիտամանկավարժական վաստակն ու ակտիվ հասարակական գործունեությունը, այնպես էլ համալսարանի Վանաձորի մասնաճյուղի կայացման գործում նրա անուրալի ներդրումը, պետականաշահ եւ ջանացավ աշխատանքը։ Մայր բուհի անունից ռեկտորը մասնաճյուղի հանրույթին նվիրեց նոր սերնդի համակարգիչ։ Մասնաճյուղի այսպիսի ղեկավարով իրոք կարելի է հպարտանալ։ Վանաձորյան բուհը հուսալի ձեռքերում է, ընդգծեց ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը։ Ձեռնարկել ենք մի միջոցառում, որը արդեն 10 տարեկան է։ Թվում է, թե 10 տարեկանի նկատմամբ պահանջները չպետք է լինեն շատ խստացված, բայց այս դեպքը այլ 10 տարեկան է։ Այս 10 տարեկան հաստատությունը այսօր կարող է իր մակարդակով եւ հնարավորություններով չափվել 50 եւ 60 տարեկան նույնանուն համանման կրթական հաստատությունների հետ։ Այս առումով բնականաբար նաեւ պահանջներն են շատ խստացված։
Ագրարային մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն ապահովող հզոր կառույցի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարը իր շնորհավորական խոսքի ավարտին ամփոփելով եւ ուսումնալաբորատոր բազայի հարստացման եւ տարածաշրջանի հասարակայնության շրջանում բարձր վարկանիշ ստեղծելու ուղղությամբ մասնաճյուղի ձեռքբերումները, որպես մայր օջախի ղեկավար եւ քաղաքացի հպարտանալով այդ ամենով, չանտեսեց նաեւ Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում մայր բուհի գործառույթները տեղայնացնող Վանաձորի մասնաճյուղի առաջ կանգնած այնպիսի խնդրի լուծման կարևորությունը, ինչպիսին մասնաճյուղում դասավանդող տեղացի կադրերի որակական ցուցանիշների բարելավումն է, գիտական աստիճաններ ունեցող դասախոսների թվի ավելացումը։ Մասնաճյուղում իրականացվող աշխատանքներից նյութատեխնիկական բազայի ստեղծման առումով, ուսումնական գործընթացի կազմակերպման առումով եւ կադրերի պատրաստման առումով մայր բուհը միանգամայն գոհունակությամբ նշում է, որ ամեն ինչ կատարվում է բարձր մակարդակով։ Ձեր տասնամյա ավանդը հաստատուն առաջնակայլ է ել ավելի նոր ու բարձր նվաճումների համար, ընդգծված է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձում։ Մտնելով համալսարանի շենք, անկեղծ ասած, զգում ես, որ տանը տեր կա։ Իսկ եթե օջախում տեր կա, ես համոզված եմ, որ այդտեղ կա առողջ մթնոլորտ, իսկ որտեղ առողջ մթնոլորտ կա նաև արդյունավետ աշխատանք։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությանը կից գործող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը, որը համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հետ համագործակցության պլաններ ունի կազմած, եւս կարևորեց համալսարանի Վանաձորյան ենթակառույցի կայացումը։ Տնօրեն Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձ խոսքով հենց համատեղ պետականաշահ ծրագրերի կյանքի կոչելը ավելի կամրապնդեն Վանաձորյան ագրոբուհի հեղինակությունը։ Հասարակական առաջընթացի համար այնպիսի առաջնահերթ բնագավառում, ինչպիսին բարձրագույն կրթությամբ կադրերի պատրաստումն է, մարդկային գործոնի հատկապես ղեկավար կադրերի դերն է արժևորված նաև Մարզկենտրոն Վանաձորի քաղաքապետանի ուղերձում, հասցեագրված կրթօջախի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանին։ Շնորհավորական ուղերձներ են ստացվել նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանից եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խարաջյանից, համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղից, Ստեփանավանի Խալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից, Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջից բուրըն ծափողջույններով ընդունվեց նաև երիտասարդ ագրոբուհի ուսանողական խորհրդի ուղերձը, որը ներկայացրեց ուսանող Հեղինե Ավետիսյանը։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսխորհրդի կողմից շնորհակալագիր է տրվում Ալեքսանդր Խաչատուրի Հակոբյանին նոր կյանք մտնող սերունդների կրթության գործի անմնացորդ նվիրումին, բեղմնավոր ու արգասաբեր աշխատանքի եւ անգերազանցելի տնօրեն կոչման իրավամբ արժանանալու համար։ Տասնամյա բուհի մի շարք աշխատակիցներ արժանացան մայր բուհի պատվոգրի, որ հանձնեց անձամբ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը։ Արխիվատրվածների մեջ են հաշվապահ Անահիտ Գասպարյանը, մասնաճյուղի բաժինների վարիչներ Աշոտ Շերմազանյանը եւ Արմենուհի Ալոյանը, լաբորանտ Սիլվա Ղուբաթյանը, տեխնիկական աշխատող Անահիտ Փաշինյանը, պահակ Լևոն Զոհրանյանը եւ ուսխորհրդի նախագահ Սեդա Ղարագյոզյանը։ Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը բարձր գնահատանքի արժանացավ նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունների կողմից։ Մաշտոց կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահությունը կրթության եւ գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման եւ կայացման գործում ունեցած վաստակի համար մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանին պարգևատրել է ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջին մեդալով։ Հոբելյանական շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն անշուշտ պարտավորեցնող են։ Կանցնեն նոր տասնամյակներ, որոնք անկասկած հագեցած կլինեն բուհի կյանքում բեղմնավոր եւ ուշագրավ ձեռքբերումներով։ Պատմաբանները լուրջ ասելիք կունենան, արձանագրելով ինչպես բարձրագույն որակավորմամբ կադրեր պատրաստելու,
այնպես էլ մարդկային նման կրթված կապիտալի գործադրմամբ տարածաշրջանում գյուղական համայնքների տնտեսական ու սոցիալական նկարագիրը լրջորեն արդիականացնելու եւ արդյունավետ ու ներկայանալի գյուղատնտեսություն ստեղծելու գործում բուհի ավանդ է։ Հետագա շրջանավարտներն իրենց արարումներով կբազմապատկեն ուսումնական ուրույն հաստատության հասարակական վարկանիշը։ Իսկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Աշալույս Թարվերդյանի եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ձեռամբ ծնկված արծաթափայլ Եղևնին արդեն իր բարձր հասակով կդառնա այդ ամենի խորհրդանիշը։ Այլ թեմա հորովելը համերգ է ունեցել Էդվարդ Կզարթումյանի անվան երաժշտական դպրոցում, մանրամասնում է Վաչե Մատինյանը։ Վանաձորի Էդվարդ Կզարթումյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ հորովել երգի պարի անսամբլի ժողովրդիկների մասի եւ երգիչների համերգը, որը նվիրված էր հայ ազգային աշուղական եւ գուցանական ժառանգության պահպանմանն ու տարածմանը։ Հավատարի մնալով հայկական ավանդական երգարվեստին ու պարարվեստին, հորովելցիները նպատակ ունեն տարածել եւ ներգրավել ավելի շատ մարդկանց ազգայինի պահպանման գործում։ Միջոցառումն առանձնանում էր ոչ միայն հայկական ավանդական երգերով ու երաժշտությամբ, այլ նաև համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան սկսնակ երգիչներ։ Հորովել երգի պարի անսամբլը պարբերաբար կազմակերպում է ազգայինի պահպանմանը նվիրված միջոցառումներ նպատակ ունենալով մտաղ սերնդին կրթել եւ դաստիարակել հայկական ավանդական երգով ու երաժշտությամբ։ Վաչե Մատինյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։ Վարքյաններ, որից հետո Էռնա Անտոնյանը կներկայացնի սպասվող եղանակի մասին տեղեկություններ, իսկ ես ձեզ այսքանով հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք ցտեսություն։ Մոլորակը շարունակում է եղանակի տեսությունը, բարև ձեզ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան շրջաններում կլինի մինչև 8 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը 14-ից 17 աստիճանաբար կնվազի 8-ից 10 աստիճանով։ Լոռու մարզում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 10 աստիճան տաքություն։ Այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Տաշիրում գիշերը կանխատեսվում է 1 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 5 աստիճան տաքություն, այստեղ տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց։ Հիմնականում երեկոյան հնարավոր են թույլ տեղումներ։ Ալավերդիում գիշերը կանխատեսվում է 3 աստիճան տաքություն։ Այստեղ սնդիկի առավոտյան ժամերին կհասնի մինչև 10 աստիճան տաքության։ Առանց տեղումների արևային եղանակ է սպասվում։ Սպիտակում գիշերը կանխատեսվում է 2 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 6 աստիճան տաքություն։ Օրվա երկրորդ հատվածում հնարավոր են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի տեսքով։ Ստեփանևանում գիշերը կանխատեսվում է 2 ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն։ Հիմնականում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մարզկենտրոնում գիշերը սպասվում է 0 աստիճան։ Սնդիկի սյունն առավոտյան ժամերին կգրանցի մինչև 8 աստիճան տաքություն։ Հնարավոր են տեղումներ ձյան տեսքով։ Երևանում դեկտեմբերի 13-ին հնարավոր են թույլ տեղումներ։ Գիշերը կանխատեսվում է մինչև 1 աստիճան ցուրտ ցերեկը մինչև 6 աստիճան տաքություն։ Եղանակն այսօր այսպիսին էր, անկախ եղանակից ժպտացեք հաճախ ցտեսություն։